Ասենք եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ինչ հնարավորություն ունենք գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր գնանք այնտեղ ապրենք։ Սա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, որը հայտարարում է, թե սահմանամերձ գյուղերի դպրոցները ջեռուցելու հնարավորություն չկա, առաջնահերթությունը տալով իբր կենսական խնդիրներին։ Մենք պետք է կենսական խնդիրների մասին առաջին հերթին մտածենք, կենսական։ Իսկ սա պայմաններից բողոքող, սակայն կազինոներ սիրող Սերժ Սարգսյանի դղյակն է։ Սա է Սարգսյանի նշած կենսական խնդիրը։ Դղյակ, ինչպիսին չունեն անգամ աշխարհի հայտնի միլիարդատերերը։ Իսկ ահա սրանք էլ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցած դպրոցներն են հեռավոր գյուղերում եւ սահմանամերձ շրջաններում։ Շատերը տարակուսում են, ինչ է փոխվել։ Սա պարզ օրինակ է։ Նախկին նախագահը կառուցում էր դղյակ, զրկում երեխաներին արժանապատիվ պայմաններում ուսում ստանալու հնարավորությունից, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի տուն, սակայն կառուցում է դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ Հայաստանի հեռավոր մարզերում, նաև տներ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։